Նապոլեոն Հիլ, մտածիր և հարստացիր։ Գլուխ 3։ Հավատի տեսողականացումը և ցանկության կատարման հավատը։ Դեպի հարստություն տանող երկրորդ քայլը։ Հավատը մտքի գլխավոր քիմիկոսն է։ Երբ հավատը խառնվում է մտքի թրթիռներին, ենթագիտակցությունն անմիջապես վերցնում է դրանք, վերածում նրա հոգևոր համարժեքին և փոխանցում բարձրագույն գիտակցությանը, ինչպես աղոթքի դեպքում։ Հավատի, սիրո և սեռական ապրումները բոլոր հիմնական դրական զգացմունքներից ամենաուժեղն են։ Երբ այս երեքը միախառնվում են, դրանք ասես գունավորում են մտքի թրթիռները այնպիսի եղանակով, որ վերջիններս անմիջապես հասնում են ենթագիտակցությանը, որտեղ վերափոխվում են իրենց հոգևոր համարժեքին, ինչը միակ ձևն է, որին արձագանքում է բարձրագույն գիտակցությունը։ Սերը և հավատը հոգևոր են, կապված են մարդու հոգևոր կողմին։ Սեքսը զուտ կենսաբանական է և վերաբերում է միայն ֆիզիկականին։ Այս երեք զգացմունքների միախառնումը կամ միաձուլումը մարդու սահմանափակ մտածող մտքի և բարձրագույն գիտակցության միջև ասես հաղորդակցության ուղիղ կապ է ստեղծում։ Ինչպես զարգացնել հավատը։ Եվ այսպես, այժմ մենք առաջ կքաշենք մի պնդում, որի շնորհիվ ավելի լավ կհասկանանք այն կարևորությունը, որ ունի ինքնաներշնչման սկզբունքը ցանկությունը ֆիզիկական կամ դրամական համարժեքի վերածելու համար։ Այն է, հավատը հոգեվիճակ է, որը կարող է խթանվել կամ ստեղծվել ենթագիտակցությանը տրվող հաստատումների կամ կրկնվող ցուցումների միջոցով, ինքնաներշնչման սկզբունքի շնորհիվ։ Որպես օրինակ դիտարկենք այն նպատակը, որի համար դու ամենայն հավանականությամբ կարդում ես այս գիրքը։ Նպատակդ բնականաբար այն ունկնդրության ձեռքբերումն է, որի շնորհիվ կկարողանաս փափագի անորսալի մտային ազդակը վերածել նրա նյութական համարժեքին, դրամին։ Հետևելով ինքնաներշնչմանը և ենթագիտակցությանը նվիրված գլուխներում շարադրված ցուցումներին, կարող ես համոզել ենթագիտակցությանը, որ դու հավատում ես, որ կստանաս ուզածդ։ Եվ դա կգործի ըստ այն համոզմունքի, որը քո ենթագիտակցությունը քեզ կվերադարձնի հավատի տեսքով, եթե դրան հետևի ցանկության իրականացմանն ուղղված որոշակի ծրագիր։ Մեթոդը, որով մարդ զարգացնում է հավատը, երբ այն դեռ գոյություն չունի, չափազանց դժվար է նկարագրել, իրականում գրեթե նույնքան դժվար, որքան եթե փորձես կարմիր գույնը նկարագրել կույր մարդուն, որը երբեք գույն չի տեսել և համեմատության եզր չունի։ Հավատը հոգեվիճակ է, որը կամքով կարելի է զարգացնել, եթե յուրացնես 13 սկզբունքները։ Դա հոգեվիճակ է, որը զարգանում է ինքնակամ այդ սկզբունքների կիրառմամբ և գործածությամբ։ Կարգի հաստատման կրկնությունը սեփական ենթագիտակցության մեջ հավատի զգացմունքն ինքնակամ կերպով զարգացնելու միակ հայտնի մեթոդն է։ Թերևս իմաստն ավելի պարզ կլինի հետևյալ բացատրությամբ, թե մարդ երբեմն ինչպես է դառնում հանցագործ։ Ըստ մի հայտնի քրեագետի, մարդիկ առաջին անգամ հանցագործությանն առնչվելիս գարշում են դրանից։ Երբ որոշ ժամանակ առնչվում են հանցագործությանը, սկսում են վարժվել դրան և դա դառնում է տանելի։ Երբ բավական երկար են առնչվում այդ իրողությանը, վերջնականապես ընդունում են այն և ենթարկվում են դրա ազդեցությանը։ Ճիշտ նույն կերպ, ենթագիտակցությանը պարբերաբար հասնող կրկնվող մտքի յուրաքանչյուր ազդակ ի վերջո ընդունվում է և ենթագիտակցությունը սկսում է այդ ուղղությամբ աշխատել։ Ամենից կիրառական ընթացակարգով շարունակում է այդ ազդակը վերածել նրա ֆիզիկական համարժեքին։ Այս առթիվ կրկին մտածիր հետևյալի մասին։ Բոլոր մտքերը, որոնք դառնում են զգացմունքային և միախառնվում են հավատին, անմիջապես վերածվում են իրենց նյութական համարժեքին կամ պատճենին։ Զգացմունքները կամ մտքերի զգացական մասերը գործոններ են, որոնք մտքերին տալիս են կենսունակություն, կյանք և գործողություն։ Երբ հավատի, սիրո և սեռական ապրումները խառնվում են ցանկացած այլ մտքի ազդակի, նրան դարձնում են շատ ավելի գործնական, քան որ այս զգացմունքներից որևէ մեկը
կարող է անել առանձին։ Ոչ միայն հավատին միախառնված մտքի ազդակները, այլև նրանք, որոնք խառնված են ցանկացած այլ դրական կամ բացասական զգացմունքների, կարող են հասնել և ազդեցություն ունենալ ենթագիտակցության վրա։ Այս պնդումը թույլ կտա պատկերացնել, որ ենթագիտակցությունը իր նյութական համարժեքին կարող է վերածել բացասական կամ կործանարար բնույթի մտքի ազդակը, նույն պատրաստակամությամբ, ինչպես որ կգործի դրական կամ կառուցողական մտքի ազդակների դեպքում։ Միլիոնավոր մարդիկ, ունենալով այս մտայնությունը անսովոր երևույթի մասին, վերագրում են անհաջողակ լինելուն կամ բախտը չբերելուն։ Միլիոնավոր մարդիկ հավատում են, որ իրենք աղքատության և անհաջողության են դատապարտված ինչ-որ անսովոր ուժի պատճառով, որը նրանք հավատացած են չեն կարող վերահսկել։ Նրանք իրենք են ստեղծում սեփական դժբախտությունները իրենց բացասական հավատի պատճառով, որն էլ ենթագիտակցությունը վերածում է դրա ֆիզիկական համարժեքին։ Այստեղ կրկին տեղին է հիշեցնել, որ դու կարող ես շահել ենթագիտակցությանը փոխանցելով ցանկացած փափագ, որը դու ցանկանում ես վերածել նյութական կամ դրամական համարժեքի, ակնկալիքի կամ հավատի տեսքով, որն էլ իրականում կկատարի այդ փոխակերպումը։ Քո հավատը այն բաղադրիչն է, որը սահմանում է քո ենթագիտակցության գործողությունը։ Քեզ ոչինչ չի խոչընդոտում քո ենթագիտակցությանը խաբելու, երբ ինքնաներշնչման միջոցով նրան ուղղորդում ես, ինչպես որ ես էի խաբում իմ որդու ենթագիտակցությանը։ Այս ինքնախաբեությունն ավելի դրական դարձնելու համար քեզ այնպես պահիր, ասես արդեն ունես քո պահանջած նյութական արժեքը, երբ ենթագիտակցության ես դիմում։ Ենթագիտակցությունը հնարավոր ամենաուղղակի և գործնական միջոցներով իր նյութական համարժեքի կփոխակերպի իրեն տրվող ցանկացած հրաման, որն իրեն հասնում է համոզմունքի կամ հավատի տեսքով, որ այն անպատճառ իրականանալու է։ Իհարկե արդեն բավական ձևակերպումներ եղան, որպեսզի ցանկացողը մեկնակետ ունենա փորձարարությամբ և գործնականորեն ձեռք բերելու հավատը ենթագիտակցությանը տրվող ցանկացած հրամանին միախառնելու ունակությունը։ Կատարելության հասնում են գործնական աշխատանքի միջոցով, պարզապես ցուցումներ կարդալով չես հասնի դրան։ Եթե ճիշտ է, որ մարդ կարող է հանցագործ դառնալ առնչվելով հանցանքին, սա հայտնի փաստ է, հավասարապես ճշմարիտ է, որ մարդ կարող է հավատը զարգացնել ենթագիտակցությանը ինքնակամ ներշնչելով, որ ինքը հավատում է։ Միտքն ի վերջո ձեռք է բերում գերիշխող ազդեցությունների բնույթը։ Ըմբռնելով այս ճշմարտությունը, կհասկանաս, թե ինչու է քեզ համար հատկապես կարևոր խրախուսել դրական զգացմունքները, որպես մտքիդ գերիշխող ուժեր և վանել ու վերացնել բացասական զգացմունքները։ Դրական զգացմունքներով կառավարվող գիտակցությունը բարենպաստ վայր է դառնում հավատ կոչվող հոգեվիճակի համար։ Այդպիսի գիտակցությունը կարող է ցանկության դեպքում ցուցումներ տալ ենթագիտակցությանը, որոնք անմիջապես կընդունվեն և կգործեն։ Հավատը հոգեվիճակ է, որը կարող է խթանվել ինքնաներշնչմամբ։ Դարերի ընթացքում կրոնավորները համոզել են պայքարող մարդկությանը հավատ ունենալ այս կամ այն բանի, դոգմայի կամ դավանանքի հանդեպ, սակայն նրանց չի հաջողվել մարդկանց ասել, թե ինչպես հավատ ունենալ։ Նրանք չեն ձևակերպել, թե հավատը հոգեվիճակ է և այն կարելի է խթանել ինքնաներշնչմամբ։ Յուրաքանչյուրին հասկանալի լեզվով մենք կնկարագրենք, ինչ որ հայտնի է այն սկզբունքի մասին, որի միջոցով հնարավոր է զարգացնել հավատը այնտեղ, որտեղ այն դեռևս գոյություն չունի։ Հավատա ինքդ քեզ, հավատ ունեցիր անսահմանության հանդեպ։ Մինչև սկսելը հիշեցնեմ կրկին, հավատը հավերժական էլիքսիր է, որ մտքի ազդակին տալիս է կյանք, զորություն և գործողություն։ Վերոնշյալ նախադասությունն արժե կարդալ երկրորդ անգամ, նաև երրորդ, չորրորդ, արժե բարձրաձայն կարդալ։ Հավատը բոլոր հարստությունների կուտակման մեկնարկն է։ Հավատը հիմքն է բոլոր հրաշքների և առեղծվածների, որոնք անհնար է վերլուծել գիտության օրենքներով։ Հավատը անհաջողության միակ հայտնի հակաթույնն է։ Հավատը այն բաղադրիչն է,
այն քիմիկատը, որը աղոթքի հետ միախառնվելով մարդուն ուղիղ հաղորդակցության մեջ է դնում բարձրագույն գիտակցության հետ։ Հավատը այն տարրն է, որը մարդու սահմանափակ մտքի ստեղծած սովորական թրթիռը փոխակերպում է հոգևոր համարժեքի։ Հավատը միակ միջոցն է, որի շնորհիվ մարդը կարող է հաղորդակցվել բարձրագույն գիտակցության տիեզերական ուժին և կիրառել այն։ Վերոնշյալ մտքերից յուրաքանչյուրը ենթակա է ապացույցի։ Ապացույցը պարզ է և հեշտությամբ ցուցադրելի։ Այն առկա է ինքնաներշնչման սկզբունքներում։ Այդ իսկ պատճառով ուշադրություն դարձնենք ինքնաներշնչման վրա ու պարզենք, թե ինչ է դա և ինչի է հնարավոր դրա միջոցով հասնել։ Հայտնի փաստ է, որ երբ մարդ մի բան անընդհատ ասում է ինքն իրեն, ի վերջո սկսում է դրան հավատալ, անկախ նրանից ասվածը ճշմարիտ է թե ոչ։ Ավելին, նա սկսում է հավատալ, որ դա ճշմարիտ է։ Յուրաքանչյուր մարդ այն է, ինչ որ է իր գերիշխող մտքերի պատճառով, որոնց նա թույլ է տվել գրավել իր միտքը։ Մտքերը, որոնք մարդ գիտակցաբար զետեղում և փայփայում կամ խթանում է իր ուղեղում, միախառնվելով մեկ կամ մի քանի զգացմունքների, դառնում են շարժիչ ուժ, որ ուղղություն է տալիս ու վերահսկում է մարդու ամեն շարժում, գործողություն և արարք։ Այժմ վկայակոչենք մի շատ նշանակալից ճշմարտություն։ Մտքերը, որոնց միախառնված են զգացական ապրումները, մագնիսական ուժ են ստանում, որոնք եթերի թրթիռներից դեպի իրենց են ձգում նման կամ առնչակից այլ մտքեր։ Զգացմունքով մագնիսացած միտքը այսպիսով կարելի է համեմատել սերմի հետ, որը բերրի հողում ծիլ է տալիս, հասունանում, այսպիսով բազմապատկվելով կրկին ու կրկին, վերածվելով միևնույն տեսակի անթիվ անհամար սերմերի։ Եթերը տատանումների հավերժական ուժերի մեծ տիեզերական զանգված է, բաղկացած ինչպես կործանարար, այնպես էլ կառուցող տատանումներից։ Այն մշտապես կրում է վախի, աղքատության, հիվանդության, ձախողման, թշվառության, նաև բարգավաճման, առողջության, հաջողության և երջանկության թրթիռներ։ Ճիշտ այնպես, ինչպես ռադիոյի միջոցով փոխանցվում են հարյուրավոր երաժշտական հնչյուններ և հարյուրավոր մարդկային ձայներ, որոնք բոլորն էլ պահպանում են իրենց անհատականությունը և ճանաչելի են մնում։ Եթերի հսկա շտեմարանից մարդկային միտքը շարունակաբար դեպի իրեն է գրավում թրթիռներ, որոնք ներդաշնակ են մարդկային գիտակցության գերիշխող մտքի հետ։ Ցանկացած միտք, գաղափար, նախագիծ կամ նպատակ, որ առկա է մարդու ուղեղում, եթերի տատանումներից դեպի իրեն է գրավում իր նմանների մի ամբողջ ընտանիք, ավելացնում դրանք իր սեփական ուժին, որն աճում է դառնալով տվյալ անհատի ղեկավարող, խթանող տերը, ում գլխում որ տեղավորվել է։ Այժմ վերադառնանք մեր մեկնակետին և տեսնենք, թե ինչպես գաղափարի, նախագծի կամ նպատակի առաջին սերմը կարող է սերմանվել գիտակցության մեջ։ Տեղեկությունը հեշտ է փոխանցել։ Ցանկացած գաղափար, նախագիծ կամ նպատակ կարող է գիտակցության մեջ զետեղվել մտքի շարունակական կրկնության միջոցով։ Այս պատճառով էլ քեզ խնդրեցինք գրառել քո մեծագույն նպատակի կամ որոշակի գլխավոր նպատակի նկարագրությունը, հանձնել այն հիշողությանը և լսելի խոսքերով կրկնել ամեն օր, մինչև այդ հնչյունի թրթիռները կհասնեն քո ենթագիտակցությանը։ Մենք այն ենք, ինչ ենք, և դրա պատճառը մտքի այն ազդակներն են, որոնք մեր միտքը ամեն օր վերցնում և արձանագրում է մեր առօրյա միջավայրի խթաններից։ Որոշիր վանել քեզնից ցանկացած բացասական միջավայրի ազդեցություն և սեփական կյանքդ կառուցիր որոշակի կարգուկանոնով։ Վերհանելով քո մտային արժանինքներն ու թերությունները, դու կհայտնաբերես, որ քո մեծագույն թերությունը ինքնավստահության պակասն է։ Այս թերությունը կարելի է շտկել և ինքնաներշնչման սկզբունքի միջոցով ամոթխածությունը վերածել խիզախության։ Այս սկզբունքի կիրառումը հնարավոր է դրական մտածողության ազդակների պարզ կարգավորման շնորհիվ, դրանք գրի առնելով, հիշելով և կրկնելով, մինչև որ կդառնան քո ենթագիտակցության աշխատող գործիքները։ Ինքնավստահության բանաձև։ Առաջին.
Ես գիտեմ, որ կարող եմ հասնել իմ կյանքի որոշակի նպատակին, ուստի և պահանջում եմ ինձնից հարատև շարունակական գործողություն նրան հասնելու համար ու հենց այստեղ և հենց հիմա խոստանում եմ կատարել այդ գործողությունը։ Երկրորդ, ես գիտակցում եմ, որ իմ ուղեղում գերիշխող մտքերը աստիճանաբար կվերածվեն արտաքին ֆիզիկական գործողությունների և հետզհետե կդառնան ֆիզիկական իրականություն, ուստի և օրական 30 րոպե ես իմ մտքերը կկենտրոնացնեմ մտածելու անհատի մասին, որը ես մտադիր եմ դառնալ, այդպիսով մտքումս կերտելով այդ անձի հստակ մտային պատկերը։ Երրորդ, ես գիտեմ, որ ինքնաներշնչման սկզբունքով իմ մտքում մշտապես առկա ցանկացած փափագ աստիճանաբար արտահայտություն կգտնի որոշ գործնական միջոցներով հասնելու համար մտքի ֆիզիկական համարժեքին, ուստի և ես օրական 10 րոպե կհատկացնեմ ինձնից պահանջելով զարգացնել ինքնավստահությունը։ Չորրորդ, ես հստակ գրի եմ արել իմ որոշակի գլխավոր նպատակի նկարագրությունը և երբեք չեմ դադարի այն փորձարկելուց, մինչև որ չզարգացնեմ բավականաչափ ինքնավստահություն նրան հասնելու համար։ Հինգերորդ, ես լիովին գիտակցում եմ, որ ոչ մի հարստություն կամ պաշտոն չի կարող երկար տևել, եթե չկառուցվի ճշմարտության և արդարության հիմքի վրա, ուստի և չեմ կատարի ոչ մի գործարք, որից ուրիշները կարող են տուժել։ Ես հաջողության կհասնեմ դեպի ինձ գրավելով այն ուժերը, որոնք ցանկանում եմ օգտագործել և այլ մարդկանց համագործակցությունը։ Ես նրանց կմղեմ օգնելու ինձ, քանի որ ինքս պատրաստակամ եմ օգնելու մյուսներին։ Ես կձերբազատվեմ ատելությունից, նախանձից, խանդից, եսասիրությունից և ցինիզմից, զարգացնելով սեր մարդկության հանդեպ, քանի որ գիտեմ, որ այլոց հանդեպ բացասական վերաբերմունքը ինձ երբեք հաջողություն չի բերի։ Ես մարդկանց կստիպեմ հավատալ ինձ, քանի որ կհավատամ նրանց և ինքս ինձ։ Ես կստորագրեմ այս բանաձևի տակ, կմտապահեմ այն և կկրկնեմ օրը մեկ անգամ, լիովին հավատալով, որ այն աստիճանաբար կազդի իմ մտքերի և գործողությունների վրա։ Այդպիսով ես կդառնամ ինքնավստահ և հաջողակ անձնավորություն։ Այս բանաձևը հիմնված է բնության օրենքի վրա, որը մինչև հիմա ոչ ոք չի կարողացել բացատրել։ Այն տարակուսանքի մեջ է գցել գիտնականների տարբեր սերունդների։ Հոգեբաններն այս օրենքն ընդամենը անվանել են ինքնաներշնչում և մի կողմ են կանգնել։ Առանձնապես կարևոր չէ, թե ինչպես կկոչվի այս օրենքը։ Կարևոր է, որ այն գործում է հանուն մարդկության փառքի և հաջողության, եթե գործածվում է կառուցողաբար։ Մյուս կողմից, եթե կործանարար ձևով գործածվի, այն որոշակիորեն կկործանվի։ Այս պնդումը մի շատ նշանակալից ճշմարտություն է պարունակում, որ պարտվողները, ովքեր կյանքն ավարտում են աղքատության, թշվառության և տառապանքների մեջ, այդ վիճակում են հայտնվում, քանի որ բացասաբար են կիրառել ինքնաներշնչման սկզբունքը։ Պատճառը կարելի է գտնել այն փաստի մեջ, որ մտքի բոլոր ազդակները միտում ունեն փոխակերպվելու իրենց նյութական համարժեքի։ Ենթագիտակցությունը, այն քիմիական լաբորատորիան, որտեղ միավորված են մտքի բոլոր ազդակները և պատրաստ են վերածվելու ֆիզիկական իրողության, զանազանություն չի դնում կառուցողական և կործանարար մտային ազդակների միջև։ Այն աշխատում է նյութի հետ, որով մենք կերակրում ենք նրան մեր մտային ազդակների միջոցով։ Ենթագիտակցությունն իրականություն կդարձնի վախով առաջնորդվող միտքը նույն պատրաստակամությամբ, ինչ որ խիզախությամբ կամ հավատով առաջնորդվող մտքերը։ Բժշկության պատմության էջերը լեցուն են ներշնչանքից ծնված ինքնասպանության դեպքերով։ Բացասական մտքերը կարող են մարդուն ինքնասպանության մղել նույն չափով, որքան այլ գործոնները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական արևմտյան մի քաղաքում Ջոզեֆ Գրանտ անունով մի բանկի պաշտոնյա մեծ գումար էր փոխառել բանկի գանձարանից առանց տնօրինությանը տեղյակ պահելու։ Այդ գումարը նա տանուլ էր տվել մոլախաղում։ Մի օր բանկի քննիչը սկսել էր ստուգել հաշվի համարները։ Գրանտը դուրս էր եկել բանկից, սենյակ վարձել տեղական հյուրանոցում, որտեղ 3 օր անց նրան գտել են պառկած
անընդհատ տնքալիս եւ հետեւյալ խոսքերը կրկնելիս. Աստված իմ, սա կսպանի ինձ, ես չեմ դիմանա այս խայտառակությանը։ Կարճ ժամանակ անց նա մահացել է։ Բժիշկներն այս դեպքն ախտորոշեցին որպես մտավոր ինքնասպանություն։ Ինչպես էլեկտրականությունը կարող է զարգացնել արդյունաբերություն եւ օգտակար կլինի կառուցողաբար գործածվելիս կամ սխալ գործածվելով կարող է կյանքից զրկել մարդուն, այդպես էլ ինքնաներշնչման օրենքը քեզ խաղաղություն եւ բարգավաճում կպարգևի կամ կնետի թշվառության, ձախողման եւ մահվան գիրկը, ըստ քո կողմից այդ սկզբունքը հասկանալու եւ գնահատելու աստիճանի։ Եթե միտքդ դցնես վախով, կասկածով եւ բարձրագույն գիտակցության ուժերի հետ հաղորդակցվելու եւ օգտագործելու քո կարողությունների հանդեպ թերահավատությամբ, ինքնաներշնչման օրենքը կվերցնի թերահավատության այս ուժը եւ կգործածի որպես մի նմուշ, որով քո ենթագիտակցությունն այն կվերածի իր ֆիզիկական համարժեքին։ Այս կարծիքը նույնքան ճշմարիտ է, որքան այն, որ 2-ին գումարած 2 հավասար է 4-ի։ Ինչպես քամին, որը մի նավը տանում է արևելք, մյուսը արևմուտք, ինքնաներշնչման օրենքը քեզ կբարձրացնի կամ կտապալի, նայես թե դու ինչպես ես ուղղորդում քո մտքերը։ Ինքնաներշնչման օրենքը, որի միջոցով ցանկացած մարդ կարող է հասնել իր երևակայած նվաճումների բարձունքին, լավ է նկարագրված հետևյալ բանաստեղծության մեջ. Թե կարծում ես, որ ծեծված ես, ուրեմն ծեծված ես իրոք։ Կարծում ես չես համարձակվի, ուրեմն չես համարձակվի։ Թե կամենում ես դու հաղթել, բայց կարծում ես, թե չես կարող, գրեթե հաստատ է, որ քեզ հաղթանակը չի վիճակվի։ Կարծում ես, որ կկորցնես, ուրեմն կորցրել ես դու։ Քանի որ մենք այս աշխարհում համարում ենք, որ անկասկած հաջողությունը սկսվում է ցանկությունից, կամքից մարդու եւ որ ամեն ինչ մեր հոգու վիճակի մեջ է պարփակված։ Գերազանցել են քեզ ըստ քեզ, ուրեմն հենց այդպես է դա։ Պիտի բարձր միտք ունենաս, որ բարձրանաս դու դեպի վեր։ Ինքնավստահ պիտի լինես եւ ուժերին քո հավատաս, որ մրցանակը քո շահել կարողանաս դու երբևէ։ Չի պատահում միշտ այնպես, որ նա է շահում մարտում կյանքի, ով ավելի զորավոր է եւ արագ է մարտը վարում, բայց ուշ թե շուտ այդ պայքարում հասնում է մեծ հաղթանակի այն մարդը, ով վստահորեն իրեն կարող է համարում։ Սա 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի բանաստեղծ Ուոլթեր Ուինթլի մտածելը, մարդը, որ կարծում է, թե կարող է ստեղծագործությունն է։ Ուշադրություն դարձրու ընդգծված բառերի վրա եւ դու կըմբռնես բանաստեղծի խոր միտքը։ Քո մարմնի ինչ-որ հատվածում, միգուցե ուղեղիդ բջիջներում, քնած է նվաճումների սերմնահատիկը, որը եթե արթնանա եւ գործի, կհասցնի քեզ այնպիսի բարձունքների, որոնց մասին դու չէիր երազել։ Ճիշտ ինչպես վարպետ երաժիշտը կարողանում է ջութակի լարերից հորդեցնել ամենագեղեցիկ մեղեդիները, այդպես էլ դու կարող ես արթնացնել քո ուղեղում քնած հանճարը եւ թույլ տալ քեզ տանել վեր, ինչ նպատակի էլ որ ցանկանաս հասնել։ Մինչև 40 տարեկան դառնալը Աբրահամ Լինքոլնը ինչ ձեռնարկում էր, ձախողվում էր։ Նա ոչ մի տեղ չէր ինքնահաստատվում, մինչև որ կյանքում մի մեծ փորձություն ունեցավ։ Իր սրտում եւ ուղեղում նիրհող հանճարը արթնացավ եւ աշխարհին պարգևեց մեծագույն մարդկանցից մեկին։ Այդ փորձառությունը միախառնված էր ցավի եւ սիրո զգացմունքներով, որոնց մեղավոր Էն Ռատլիջն էր միակ կինը, որին Լինքոլնը երբևէ իսկապես սիրել է։ Հայտնի է, որ սիրո զգացումը սերտորեն կապված է հավատ կոչվող հոգեվիճակին եւ պատճառն այն է, որ սերը նույնպես կարող է նպաստել մարդու մտքի ազդակները դրանց հոգեկան համարժեքին վերածելուն։ Տողերիս հեղինակն իր հետազոտության ընթացքում ելնելով մեծ հաջողությունների հասած հարյուրավոր անձանց գործունեության եւ նվաճումների վերլուծություններից հայտնաբերել է, որ նրանցից գրեթե յուրաքանչյուրին օգնել է սիրած կնոջ ազդեցությունը։ Սիրո զգացումը մարդու սրտում եւ ուղեղում ստեղծում է մագնիսական ձգողականության բարենպաստ դաշտ, որ դեպի իրեն է ձգում եթերում առկա ավելի բարձր եւ նուրբ տատանումների հոսքը։ Եթե քեզ հավատի ուժի ապացույց է պետք, ուսումնասիրիր այն մարդկանց նվաճումները, որոնք կիրառել են այն։
Ցանկը գլխավորում է Հիսուս Նազովրեցին։ Քրիստոնեությունը միակ մեծագույն ուժն է, որ ազդում է մարդկանց գիտակցության վրա։ Քրիստոնեության հիմքը հավատն է։ Փույթ չէ, թե քանիցս է այս մեծ ուժի իմաստը աղավաղվել եւ սխալ մեկնաբանվել, եւ կարեւոր չէ, թե քանի դոգմա եւ դավանանք է ստեղծվել նրա անունով, որոնք չեն արտացոլում նրա վարդապետությունը։ Քրիստոսի ուսմունքի եւ նվաճումների բուն էությունը, որոնք թերևս մեկնաբանվել են որպես հրաշքներ, առավել կամ պակաս չափով ոչ այլ ինչ է, եթե ոչ հավատ։ Եթե կա այնպիսի երևույթ, ինչպիսին հրաշքն է, ապա այն ստեղծվում է միայն հավատ կոչվող հոգեվիճակի միջոցով։ Որոշ կրոնի ուսուցիչներ եւ իրենց քրիստոնյա համարող բազմաթիվ մարդիկ ոչ հասկանում եւ ոչ էլ գործնականում կիրառում են հավատը։ Եկեք այժմ քննենք հավատի զորությունը, ներկայացնելով այն մի անհատի, Հնդկաստանի քաղաքական եւ հոգեվոր առաջնորդ Մահաթմա Գանդիի միջոցով, որ քաչ հայտնի է ողջ քաղաքակիրթ աշխարհին։ Իդեմս այս մարդու աշխարհն ունի հավատի հնարավորությունների կիրառության ամենաապշեցուցիչ օրինակներից մեկը, որ հայտնի է քաղաքակրթությանը։ Գանդին օժտված էր ամենից մեծ ներուժով, քան իր ժամանակակիցներից որևէ մեկը, չնայած չուներ իշխանության ավանդական գործիքներից ոչ մեկը, ինչպիսիք են դրամը, ռազմանավերը, զինվորները եւ ռազմական տեխնիկան։ Գանդին չուներ դրամ, չուներ տուն, չուներ պատշաճ հագուստ, սակայն ուներ իշխանություն։ Ինչպես էր հասել այդ իշխանությանը։ Նա ստեղծեց իր իշխանությունը հավատի սկզբունքի ըմբռնման եւ 100 միլիոնավոր մարդկանց գիտակցության մեջ այդ հավատը պատվաստելու իր կարողության շնորհիվ։ Հավատի ազդեցությամբ Գանդին իրականացրեց այն, ինչն աշխարհի ամենաուժեղ ռազմական ուժը չէր կարող անել եւ երբեք չի անի զինվորների եւ ռազմական տեխնիկայի միջոցով։ Նա իրականացրեց 200 միլիոն մարդու գիտակցության վրա ազդելու զարմանահրաշ սխրանքը, միավորելով եւ համերաշխ առաջ մղելով այն որպես մեկ գիտակցություն։ Աշխարհում հավատից բացի ուրիշ ինչ ուժ կարող էր իրականացնել սա։ Կգա մի օր, երբ աշխատողները, ինչպես նաև գործատուները կհայտնագործեն հավատի հնարավորությունները։ Այդ օրը հեռու չէ։ Վերջին ճգնաժամի ընթացքում ողջ աշխարհը լայն հնարավորություններ ունեցավ տեսնելու, թե հավատի պակասը ինչի կարող է հասցնել տնտեսությունը։ Անշուշտ քաղաքակրթությունը տվել է մեծ թվով խելացի մարդիկ, որոնք զգալիորեն շահել են աշխարհը ճգնաժամի սովորեցրած հրաշալի դասից։ Ճգնաժամի ընթացքում աշխարհը ականատես եղավ, թե ինչպես լայնորեն տարածում գտած վախը կարող է կաթվածահար անել արդյունաբերության եւ բիզնեսի անիվները։ Այս փորձառության շնորհիվ կհայտնվեն բիզնեսի եւ արդյունաբերության ղեկավարներ, որոնք օգուտ կքաղեն Գանդիի աշխարհին ցույց տված օրինակից եւ բիզնեսի մեջ կկիրառեն նույն մարտավարությունը, որը նա գործադրեց, հավաքելով մարդկության պատմության մեջ հայտնի ամենից մեծաթիվ հետևորդների։ Այդ ղեկավարներն ի հայտ կգան հասարակ մարդկանց շարքերից, որոնք այժմ աշխատում են պողպատի գործարաններում, ածխի հանքերում, ավտոմոբիլների գործարաններում եւ Ամերիկայի փոքր քաղաքներում։ Երբեք չկասկածես, թե բիզնեսը կարիք ունի բարենորոգման։ Անցյալի մեթոդները, հիմնված պարտադրանքի եւ վախի տնտեսական համադրության վրա, կփոխարինվեն հավատի եւ փոխհամագործակցության ավելի բարձր սկզբունքներով։ Աշխատող մարդիկ կստանան ավելին, քան օրավարձը, նրանք բիզնեսից շահաբաժին կստանան գումար ներդնողների պես, սակայն նախ եւ առաջ պետք է շատ ավելին տան իրենց գործարարներին եւ վերջ տան պարտադրված վեճերին ու հանրության հաշվին արվող սակարկություններին։ Նրանք պետք է վաստակեն շահաբաժին ունենալու իրավունքը։ Ավելին, եւ սա ամենակարևորն է, նրանց կառաջնորդեն ղեկավարներ, որոնք կըմբռնեն եւ կկիրառեն Մահաթմա Գանդիի սկզբունքները։ Միայն այսպես կարող են առաջնորդները իրենց հետևողներին մղել լիակատար համագործակցության ոգի դրսևորելու, որը իշխանության բարձրագույն եւ ամենից կայուն ձևն է։ Այս ահռելի մեքենայացված դարը, որի ծնունդն ենք մենք եւ որում ապրում ենք, խլել է մարդու հոգին։
Ղեկավարներն այսօր մարդու հետ վարվում են, ասես նրանք սոսկ մեքենաների կտորներ լինեն։ Նրանք ստիպված են նման կերպ վարվել նույն աշխատողների պատճառով, որոնք գործարք են կնքել բոլոր շահագրգիռ կողմերի հաշվին ստանալու եւ ոչ թե տալու։ Ապագայի կարգախոսը լինելու է մարդկային երջանկությունը եւ բավարարվածությունը, եւ երբ հասնենք այս հոգեվոր մակարդակին, արդյունքն իրեն սпасել չի տա, քան այն դեպքերում, երբ մարդը դեռևս չի միաձուլել կամ անկարող է եղել միաձուլել հավատն ու անձնական հետաքրքրությունն իր աշխատանքին։ Քանի որ բիզնեսի եւ արդյունաբերության հաջողության համար անհրաժեշտ է հավատ եւ համագործակցություն, հետաքրքրական եւ արդյունավետ կլինի վերլուծել մի իրադրություն, որը գերազանց կերպով բացատրում է այն մեթոդը, որով արդյունաբերողները եւ գործարարները մեծ կարողություններ են կուտակում նախ տալով, որից հետո միայն փորձում են ստանալ։ Մեր ընտրած իրադարձությունը վերաբերում է 1900 թվականին, երբ կազմավորվեց Միացյալ Նահանգների պողպատի ընկերությունը։ Երբ կարդաս պատմությունը, հիշիր այդ հիմնարար փաստերը եւ կհասկանաս, թե ինչպես են գաղափարները վերածվում հսկա կարողությունների։ Առաջին այս հսկա պողպատի ընկերակցությունը ծնվեց Չարլզ Շվաբի մտքում, ստեղծվելով երևակայության մեջ գաղափարի տեսքով։ Երկրորդ, գաղափարին միախառնվեց հավատը։ Երրորդ, նա ձևակերպեց ծրագիր իր գաղափարը ֆիզիկական եւ ֆինանսական իրողության վերածելու համար։ Չորրորդ, նա իր նախագիծը գործի դրեց համալսարանական ակումբում ներկայացրած իր հայտնի ելույթով։ Հինգերորդ, նա գործի դրեց իր ծրագիրը, առաջ մղեց այն հետևողականորեն եւ ամրապնդեց վճռականությամբ, մինչեւ որ այն ամբողջությամբ իրականություն դարձավ։ Վեցերորդ, իր հաջողության ուղին կերտեց հաջողության հասնելու բուռն փափագով։ Եթե դու այն մարդկանցից ես, որոնք հաճախ են մտածում, թե ինչպես են մարդիկ հասնում մեծ կարողությունների, քեզ համար ուսանելի կլինի Միացյալ Նահանգների պողպատի ընկերության այս պատմությունը։ Եթե դու կասկածում ես, որ մարդը կարող է մտածել եւ հարստանալ, այս պատմությունը կփարատի քո կասկածը, քանի որ կարող ես հստակ տեսնել այս գրքում ներկայացված 13 սկզբունքների մեծ մասի կիրառումը Միացյալ Նահանգների պողպատի ընկերության պատմության ընթացքում։ Գաղափարի ուժի այս զարմանալի նկարագրությունը մեզ է հասել Ջոն Լաուելի շնորհիվ New York World Telegram պարբերականում, որի թույլտվությամբ էլ այն վերահրատարակվում է այստեղ։ Մի հիանալի հետճաշյա ճառ $1 միլիարդ մասին։ Երբ 1900 թվականի դեկտեմբերի 12-ի երեկոյան երկրի ֆինանսական վերնախավի մոտ 80 ներկայացուցիչ հավաքվել էին 5-րդ պողոտայի համալսարանական ակումբի ճաշկերույթի սրահում, ի պատիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքից եկած մի երիտասարդի, հյուրերի մեծ մասը չէր կարող պատկերացնել, որ ականատես է լինելու ամերիկյան արդյունաբերության ամենանշանակալից դրվագին։ Էդուարդ Սիմոնսը եւ Չարլզ Սթյուարտ Սմիթը երախտագիտությամբ լցված Չարլզ Շվաբի հանդեպ, որն իրենց ջերմորեն հյուրընկալել էր Փիթսբուրգ կատարած այցի ժամանակ, ճաշկերույթ էին կազմակերպել Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան մասի բանկիրներին ներկայացնելով պողպատի 38-ամյա մասնագետին։ Սակայն նրանք ամենևին չէին սպասում, որ նա հավաքույթը իրենով կանի։ Նրանք ի դեպ նախազգուշացրել էին Շվաբին, որ Նյու Յորքի այդ ուռած փքված ոչնչությունները չեն արձագանքի փայլուն հռետորաբանություններին, ու եթե նա չի ցանկանում ձանձրացնել այդ Սթիլմաններին, Հարիմաններին, Վանդերբիլտներին, լավ կլինի սահմանափակվի 15-20 րոպեանոց քաղաքավարական շաղակրատանքով, եւ բանն այդպիսով կանցնի կգնա։ Նույնիսկ Ջոն Փիրփոնտ Մորգանը, որ նստած էր Շվաբի աջ կողմում, մտադիր էր միայն կարճ ժամանակով պատվել ճաշկերույթն իր ներկայությամբ։ Եվ քանի որ ողջ կատարվածը այնքան աննշան իրադարձություն էր մամուլի եւ հանրության համար, հաջորդ օրը այդ մասին ոչինչ չհիշատակվեց լրագրերում։ Եվ այսպես երկու հյուրընկալները եւ նրանց պատվարժան հյուրերը զբաղված էին ընթրիքով, որ սովորաբար բաղկացած էր լինում 7 կամ 8 ճաշատեսակից։ Նրանք խոսում էին քիչ եւ սահմանափակ նյութերի շուրջ։ Բանկիրներից եւ բորսայական միջնորդներից քչերն էին հանդիպել Շվաբին,
որի կարիերան ծաղկել էր Մոնոնգահելայի ափերին և ոչ ոք նրան առանձնապես չէր ճանաչում։ Սակայն մինչև երեկոյի ավարտը նրանք բոլորը, ներառյալ մեծըմփողատեր Մորգանը, իրար անցան և բեղմնավորվեց $1 միլիարդ մանուկը, Միացյալ Նահանգների պողպատի ընկերությունը։ Ափսոս իհարկե, որ Չարլզ Շվաբի հետ ճաշյա ճառը երբևէ գրի չի առնվել։ Դրա առանձին մասեր նա կրկնել է որոշ ժամանակ անց Չիկագոյում կայացած նույնանման մի հանդիպման ժամանակ։ Եվ հետագայում, երբ կառավարությունը հայտ ներկայացրեց լուծարելու պողպատի միավորումը, նա ականատեսի դիրքից ներկայացրեց իր սեփական դիտարկումները, որն էլ խթանեց Մորգանի ֆինանսական մոլեգին գործունեությունը։ Ամեն դեպքում թերևս այդ ճառը եղել է շատ տնավարի, հավանաբար քերականական սխալներով, լեզվական վայելչագեղությունը երբեք չէր մտահոգել Շվաբին, լեցուն թևավոր խոսքերով և սրամտությամբ։ Սակայն այն ցնցող ազդեցություն էր թողել դեպի իրեն ձգելով 5 միլիարդ գնահատվող կապիտալը, որը մարմնավորում էին ճաշկերույթի մասնակիցները։ Երբ ճառն ավարտվել է և ներկաները դեռևս նրա ազդեցության տակ էին, թեև Շվաբը խոսել էր ընդամենը 19 րոպե, Մորգանը հռետորին տարել էր լուսամուտի մոտ, որտեղ նրանք անհարմար դիրքով լուսամուտագոգին նստած, ոտքերը բարձր տեղից կախ գցած, զրուցել էին ևս 1 ժամ։ Շվաբի անձնական կախարդանքը գործում էր ողջ ուժգնությամբ, բայց շատ ավելի կարևոր և ազդեցիկ էր պողպատի ընկերության ընդլայնման նրա ամբողջական, հստակ ծրագիրը։ Շատ ուրիշներ փորձել էին պողպատի միավորման օրինակով Մորգանի մեջ հետաքրքրություն արթնացնել, ստեղծելու թխվածքեղենի, մետաղյա լարերի և օղակների, շաքարի, կաուչուկի, վիսկիի, յուղի կամ ծամոնի արտադրության միավորումներ։ Իր խարդախությամբ հայտնի Ջոն Գեյթսը փորձում էր համոզել Մորգանին, բայց վերջինս չէր վստահում նրան։ Չիկագոյից բորսայական միջնորդներ Մուր եղբայրները, Բիլը և Ջիմը, որոնք միավորել էին լուծկու միավորումը և թխվածքի ընկերությունը, նույնպես փորձել էին համագործակցել Մորգանի հետ, սակայն մերժվել էին։ Էլբերտ Գերին, գավառացի կեղծ բարեպաշտ իրավաբանը, նույնպես ցանկացել էր գործը սկսել նրա հետ, բայց նա այլևս վստահելի չէր։ Մինչ Շվաբի պերճախոսությունը Մորգանին կտաներ բարձունքները, որտեղից նա կարող էր տեսնել երբևէ երևակայված ամենից համարձակ ֆինանսական նախաձեռնության գրավիչ արդյունքները, այս ծրագիրը նրան թվում էր հեշտությամբ փող աշխատել ցանկացողի զառանցագին երազ։ Ֆինանսական ձգողականությունը, որն սկսել էր գրավել նախորդ սերնդի հազարավոր փոքր և երբեմն ոչ արդյունավետ ղեկավարվող ընկերություններին դեպի ընդարձակ և մրցունակ միավորումներ, տարածում գտավ պողպատի արտադրության ոլորտում Ջոն Գեյթսի բիզնեսի այդ ուրախ ծովահենի շնորհիվ։ Գեյթսն արդեն փոքր կոնցեռնների շղթայից ձևավորել էր պողպատի ու մետաղալարի ամերիկյան ընկերությունը և Մորգանի հետ հիմնել պողպատի դաշնակցային ընկերությունը։ Խողովակների ազգային միությունը և ամերիկյան կամուրջների ընկերությունը Մորգանի մյուս կոնցեռներն էին, իսկ Մուր եղբայրները, հրաժարվելով լուծկու և թխվածքի բիզնեսից, հիմնել էին սպիտակ թիթեղի, պողպատե օղագոտու, բարակ թիթեղի միավորումները և պողպատի ազգային ընկերությունները։ Սակայն Էնդրյու Քարնեգիի 53 գործընկեր ունեցող վիթխարի Թրեսթ կոմբինատի կողքին այս մյուս ընկերություններն աննշան էին։ Նրանք ուզածի չափ կարող էին միավորվել, սակայն այն ոչ մի կերպ չէր կարող ազդել Քարնեգիի կազմակերպության վրա, և Մորգանը դա հասկանում էր։ Էքսցենտրիկ ծեր շոտլանդացին դա նույնպես գիտեր։ Իր Սկիբո ամրոցի փառահեղ բարձունքից նախ զվարճությամբ, ապա վրդովմունքով էր նայում Մորգանի ավելի փոքր ընկերությունների իր գործի մեջ մտնելու փորձերին։ Երբ այդ փորձերը չափազանց համարձակ դարձան, Քարնեգիի զսպվածությունը վերածվեց զայրույթի և հաշվեհարդարի ցանկության։ Նա որոշեց իր հակառակորդներին պատկանող ամեն մի գործարանի կրկնապատիկն ունենալ։ Մինչ այդ նա հետաքրքրված չէր մետաղալարերով, խողովակներով, օղագոտիներով կամ թիթեղներով, ընդհակառակը բավարարվում էր այդ ընկերություններին հում պողպատ վաճառելով, որը նրանք կարող էին տնօրինել իրենց հայեցողությամբ։ Այժմ Շվաբին ունենալով որպես իր գլխավոր և ունակ տեղակալ,
Նա ծրագրեց իր հակառակորդներին նեղը գցել։ Եվ այսպես Չարլզ Շվաբի ճառում Մորգանը տեսավ ընկերությունները միավորելու խնդրի պատասխանը։ Միավորումն առանց Քարնեգիի թիվ 1 մարդու կլինի ոչ թե միավորում, այլ ինչպես մի գրող է բնորոշել, սալորի պուդինգ առանց սալորի։ 1900 թվականի դեկտեմբերի 12-ի Շվաբի ճառը անշուշտ ակնարկում էր, բայց ոչ խոստանում, որ Քարնեգիի հսկայական ձեռնարկությունը կարող է ներառվել Մորգանի տանիքի ներքո։ Նա խոսել է պողպատի արտադրության միջազգային հեռանկարների, գործն ավելի արդյունավետ կերպով վերակազմակերպելու, անարդյունավետ աշխատող գործարանները խոտանելու և ջանքերը բարգավաճող սեփականությունների վրա կենտրոնացնելու, հանքաքարի փոխադրման, ղեկավար և վարչական բաժինների խնայողության, արտասահմանյան շուկաները գրավելու մասին։ Բայց ամենից շատ նա շեշտեց, թե բիզնեսի ծովահեններն ինչ սխալներ են թույլ տալիս իրենց սովորական ավազակության մեջ։ Շվաբը եզրակացրեց, որ նրանց գործելակերպը մենաշնորհներ ստեղծելը, գների բարձրացումը և իրենց գերշահույթ ապահովելը ճիշտ ուղի չէ։ Նա բարեկամական տոնով խոտանեց այդ համակարգը։ Նման քաղաքականության անհեռատեսությունը, ասաց նա իր ունկնդիրներին, սահմանափակում է շուկան մի դարաշրջանում, երբ ամեն գործունեություն միտում ունի ընդլայնվելու։ Ապա պնդեց, որ պողպատի գների իջեցումը աննախադեպ ընդլայնված շուկա կստեղծի, պողպատի կիրառության նոր ոլորտներ կբացվեն և հնարավոր կլինի գրավել միջազգային շուկայի զգալի մասը։ Իրականում Շվաբը ակամա դարձավ ժամանակակից զանգվածային արտադրության առաքյալը։ Համալսարանական ակումբի ճաշկերույթն ավարտվեց։ Մորգանը տուն գնաց մարսելու Շվաբի վարդագույն գուշակությունները։ Շվաբը վերադարձավ Փիթսբուրգ շարունակելու պողպատի բիզնեսը V. Անդրա Քարնեգի ընկերության համար, իսկ Գերին և մյուսները վերադարձան իրենց բորսային սարքավորումներին, սպասելով հաջորդ քայլերին։ Եվ հարկ չեղավ երկար սպասելու։ Մոտ 1 շաբաթ Մորգանը մարսում էր Շվաբի կատարած գայթակղիչ առաջարկը։ Երբ նա համոզվեց, որ դրանից ֆինանսական անմարսողություն չի սպասվում, մարդ ուղարկեց Շվաբի ետևից և հասկացավ, որ վերջինս բավական զգուշավոր է։ Նա նկատել տվեց, որ պարոն Քարնեգիին միգուցե դուր չգա, եթե իմանա, որ իր վստահած ընկերության նախագահը սիրաբանում է Ուոլ Սթրիթի տիրակալի հետ, իսկ Քարնեգին վճռել էր ոտք չդնել Ուոլ Սթրիթ։ Այդժամ որպես միջնորդ հանդես եկող Ջոն Գեյթսը առաջարկեց, որ Շվաբը հայտնվի Ֆիլադելֆիայի Բելվյու հյուրանոցում և Մորգանը նույնպես պատահաբար կհայտնվի այնտեղ։ Բայց երբ Շվաբը ժամանեց, պարզվեց, որ Մորգանն անսպասելիորեն հիվանդացել է և մնացել է Նյու Յորքում։ Շվաբը տեղի տալով Մորգանի հաստատակամ հրավերին մեկնեց Նյու Յորք և հայտնվեց ֆինանսիստի գրադարանի դռան առջև։ Տնտեսության պատմությունը շարադրողներից ոմանք համոզված են, որ այս ողջ թատերախաղը, Շվաբի պատվին տրված ճաշկերույթը, նրա նշանավոր ճառը և շաբաթ երեկոյան հանդիպումը Մորգանի հետ սկզբից մինչև վերջ բեմադրել է խորամանկ շոտլանդացին, Հենրյու Քարնեգին։ Մինչդեռ ճիշտ հակառակն է եղել։ Երբ Շվաբին հրավիրել էին գործը քննարկելու, նա նույնիսկ գաղափար չի ունեցել, թե փոքրիկ շեֆը, ինչպես անվանել են Էնդրյուին, ինչպես կվերաբերվի ընկերության վաճառքի առաջարկին։ Մասնավորապես այնպիսի մարդկանց, որոնց Քարնեգին սուրբ չէր համարում։ Սակայն Շվաբը այդ հանդիպմանը իր հետ տարավ իր պատրաստած թերթերը 6 պղնձապատ թվերով հանդերձ, որոնք ներկայացնում էին իր պատկերացրած ֆիզիկական աշխարհը և շահույթ ստանալու պոտենցիալ հնարավորությունները ամեն մի պողպատի ընկերությունից, որոնք, նրա կարծիքով, էական աստղեր են նոր մետաղական երկնակամարում։ Ողջ գիշեր 4 հոգի մտորեցին այս թվերի վրա։ Գլխավորն անշուշտ Մորգանն էր, դրամի երկնային ուժի հանդեպ իր անսասան հավատով։ Մյուսը նրա ազնվական գործընկեր Ռոբերտ Բեքոնն էր, գիտնական և ջենթլմեն։ Երրորդը Ջոն Գեյթսն էր, որին Մորգանը կամահրում էր որպես խարդախի, բայց օգտագործում էր որպես գործիք։ Չորրորդը Շվաբն էր, որը բոլորից շատ էր իրազեկված պողպատի արտադրման և վաճառքի վերաբերյալ։ Այդ քննարկման ընթացքում Փիթսբուրգցու թվերը երբեք կասկածի չեն առնվել։
Եթե նա ասեր, որ ընկերությունը գնահատվում է այսչափ, ապա դա կնշանակեր հենց այդչափ եւ ոչ ավելի։ Նաև պնդում էր, որ միության մեջ ներառվեն միայն այն կոնցեռնները, որոնց ինքն է թվարկում։ Նա պատկերացնում էր մի միավորում, որտեղ ընկերությունները չէին կրկնելու միմյանց, նույնիսկ զսպելու էին իրենց ընկերների ախորժակը, որոնք կցանկանային բեռնել իրենց ընկերությունները Մորգանի լայն ուսերին։ Այդպիսով նա ցանկից դուրս թողեց մի շարք մեծ կոնցեռններ, որոնց վրա աչք էին դրել Wall Street-ի Walrus-ները եւ Carpenter-ները։ Երբ սկսեց լուսանալ, Մորգանը տեղից ելավ եւ ուղղեց մեջքը։ Մնաց միայն մեկ հարց. «Կարծում եք կկարողանաք Էնդրյու Քարնեգիին համոզել, որ վաճառի», հարցրեց նա։ «Կփորձեմ», պատասխանեց Շվաբը։ «Եթե կարողանաք նրան համոզել, ես գործը հանձնկառնեմ», ասաց Մորգանը։ «Մինչ այս պահը գործերը վատ չեն ընթանում, բայց Քարնեգին կվաճառի արդյոք, որքանով»։ Շվաբի կարծիքով մոտ $320 միլիոն։ Եվ ինչով կուզի, որ իրեն վճարեն, սովորական թե հատուկ ակցիաներով, պարտատոմսերով, կանխիկ գումարով։ Ոչ ոք չէր կարողանա $1 միլիարդի 1/3 կանխիկ տալ։ Հունվարյան ցրտաշունչ մի օր Ուեսթչեսթերի Սենթ Էնդրյուսի գոլֆի դաշտ խաղալու եկան Էնդրյուն, հագած տաք բլուզ ցրտից պաշտպանվելու համար, եւ Չարլին, որը, ինչպես միշտ, աշխույժ խոսում էր տրամադրությունը բարձր պահելու համար։ Սակայն գործի մասին ոչ ոք չխոսեց, մինչև որ երկուսով նստեցին Քարնեգիի հարմարավետ տաքուկ քոթեջում։ Այնուհետև միևնույն համոզիչ տոնով, որով համալսարանական ակումբում հիպնոսացրել էր 80 միլիոնատերերին, Շվաբն սկսեց բարերի հեղեղ թափել մեծ բիզնեսը թողնելուց հետո սպասվող խոստումնալից հեռանկարների եւ ծերուկի սոցիալական կմահաճությունները բավարարող չլսված միլիոնների վերաբերյալ։ Քարնեգին հանձնվեց, մի թիվ գրեց թղթի կտորի վրա, տվեց Շվաբին եւ ասաց. «Շատ լավ, այսքանով կվաճառենք»։ Այդ թիվը մոտ $400 միլիոն էր։ Այն մոտենում էր Շվաբի ասած 320 միլիոնին, իսկ $80 միլիոն ավելացած կապիտալի արժեքն էր նախորդ 2 տարիների ընթացքում։ Ավելի ուշ տրանսատլանտյան շոգենավի տախտակամածին շոտլանդացին ափսոսանքով ասել է Մորգանին. «Երանի ես ձեզնից $100 միլիոն ավելի խնդրեի»։ «Եթե այդքան խնդրեիր, կստանայիր», ուրախ պատասխանել է Մորգանը։ Անշուշտ այս գործի շուրջ աղմուկ բարձրացավ։ Մի բրիտանացի լրագրող հեռագրեց, որ արտասահմանյան պողպատի արդյունաբերական աշխարհը սարսափած է այդ վիթխարի միությունից։ Յեյլի համալսարանի նախագահ Հեդլին հայտարարեց, որ եթե միավորումները չկարգավորվեն, հաջորդ 25 տարիներին երկիրը կարող է մի նոր կայսր ունենալ Վաշինգտոնում։ Սակայն ճարպիկ բորսային միջնորդ Քինը նոր բաժնեթուղթը հանրության մեջ առաջ քաշեց այնպիսի վճռականությամբ, որ ողջ գումարը, ոմանց կողմից գրեթե $600 միլիոն գնահատված, յուրացվեց մեկ ակնթարթում։ Այսպիսով Քարնեգին ստացավ իր միլիոնները, իսկ Մորգանի սինդիկատը $62 միլիոն իր ջանքերի համար, առանց միլիոնների չմնացին նաև տղաները, սկսած Գեյթսից վերջացրած Գերիով։ 38-ամյա Շվաբն իր պարգևը ստացավ։ Նա մի նոր ընկերության նախագահ դարձավ եւ այդ պաշտոնում մնաց մինչև 1903 թվականը։ Մեծ բիզնեսի ոլորտի այս դրամատիկ պատմության ընթերցումը, որը դու հենց նոր ավարտեցիր, ընդգրկված է այս գրքում, քանի որ կատարյալ կերպով ներկայացնում է այն մեթոդը, որով փափագը կարող է վերածվել իր նյութական համարժեքին։ Պատկերացնում եմ, որ որոշ ընթերցողներ հարցականի տակ կդնեն այն միտքը, թե անընկալելի ցանկությունը կարող է վերածվել նյութական համարժեքի։ Ոմանք անկասկած կասեն, դու չես կարող ոչնչից ինչ-որ բան ստեղծել։ Պատասխանը Միացյալ Նահանգների պողպատի ընկերության այս պատմության մեջ է։ Այս վիթխարի կազմակերպությունը ստեղծվեց մեկ մարդու մտքում։ Ծրագիրը, որով կազմակերպությունը տեր դարձավ ֆինանսական կայունություն ապահովող պողպատ արտադրող գործարանների, ստեղծվեց նույն մարդու մտքում։ Նրա հավատը, փափագը, երևակայությունը, հետևողականությունը իրական բաղադրիչներ էին, որ ծնունդ տվեցին Միացյալ Նահանգների պողպատի ընկերությանը։
Ընկերության իրավական կարգավիճակ ստանալուց հետո ձեռք բերած պողպատի գործարանները եւ մեխանիկական սարքավորումները երկրորդական էին, սակայն մանրակրկիտ վերլուծությունը կհաստատի այն փաստը, որ ընկերության ձեռք բերած ունեցվածքի արժեքը մեծացել է մոտ $600 միլիոն ընդամենը մեկ գործարքի շնորհիվ, որով գործարանները միավորեցին մեկ ղեկավարության ներքո։ Այլ կերպ ասած, Չարլզ Շվաբի գաղափարը, նաև հավատը, որը նա փոխանցեց Մորգանին եւ մյուսներին, մոտավորապես $600 միլիոն շահույթ ապահովեց։ Քիչ գումար չէ մեկ գաղափարի համար։ Այժմ մեզ չի հետաքրքրում, թե ինչ պատահեց այդ մարդկանցից ոմանց, որոնք այս գործարքից միլիոնավոր դոլարների շահույթ ստացան։ Այս զարմանահրաշ ձեռքբերման կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն այս գրքի փիլիսոփայության ճշմարտացիության անառարկելի ապացույցն է, քանի որ այս փիլիսոփայությունն է ողջ գործարքի հիմքը։ Ավելին, փիլիսոփայության կիրառությունը հաստատում է նաև այն, որ Միացյալ Նահանգների պողպատի ընկերությունը բարգավաճեց եւ դարձավ Ամերիկայի ամենից հարուստ եւ հզոր ընկերություններից մեկը, աշխատատեղեր ապահովելով հազարավոր մարդկանց համար, զարգացնելով պողպատի կիրառության նոր ոլորտներ եւ գրավելով նոր շուկաներ, այդպիսով ապահովելով $600 միլիոն եկամուտ, որը վաստակել էր Շվաբի գաղափարը։ Հարստությունը սկսվում է մտքի ձևով։ Գումարի չափը կարող է սահմանափակել միայն անձը, որի գիտակցության մեջ միտքն սկսում է աշխատել։ Հավատը վերացնում է սահմանափակումները։ Հիշիր սա, երբ որոշես գործարք կնքել կյանքի հետ, երբ դու գին սահմանես այս ուղին անցնելու համար։ Հիշիր նաև, այն մարդը, որը ստեղծեց Միացյալ Նահանգների պողպատի ընկերությունը, իրականում անհայտ մեկն էր։ Նա ընդամենը Էնդրյու Քարնեգի Ռոբինզոնի ուրբաթն էր, մինչև որ ծնունդ տվեց իր նշանավոր գաղափարին։ Դրանից հետո նա արագ հասավ իշխանության, հռչակի եւ հարստության։ Միտքը սահմաններ չունի, դրանք դրվում են բացառապես մեր կողմից, թե աղքատությունը եւ թե հարստությունը մտքի արդյունք են։